Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Թուրքիան անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ասել է ակտիվացրել են ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Հայ-թուրքական հարաբերություններն այսքան անթակույց դարձյալ կապելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ Էրդողանն այս անգամ 3 գումարած 3-ին չի անդրադարձել, բայց նա հենց այս հարթակն է համարում երկխոսության արդյունավետ տարբերակ։ Այդ ձևաչափով վերջին Ստամբուլյան վերջին հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով։ Իսկ Ալիևը հենց այս օրերին է հայտարարում, թե տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները եւ որ անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակին Բաքվում ասաց Ալիևը կարևորեց 3 գումարած 3-ը։ 44 օրից հետո հիշենք, հենց Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծվեց 3 գումարած 3-ը՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով։ Արևմտյան ներկայությունը բացառող այս հարթակով Թուրքիան ձգտում էր ավելի խոշորացնել դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում։ Ինչու է Էրդողան-Ալիև զույգը հիմա դարձյալ ձգտում արենա բերում հենց այս հարթակը։ Հիմնական զսպող դերը տարածաշրջանում հիմա Իրանն է խաղում։ Իրանն է զսպում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ։ Այս բանին Ադրբեջանը փորձում է այդ հարթակը օգտագործելով այս անգամ ինչ որ բան խոստանա Իրանին, անջատի Իրանին այս խաղից, այսինքն որ գոնե ինչ որ մի ժամանակ Իրանը այդ զսպող դերը չխաղա։ Բաքուն հիմա ֆիքսել է, որ Իրանից ինչ որ զիջումներ կորզի, պնդում են մասնագետները, որքան էլ Իրանը հաստատակամորեն պնդում է, որ իր կարմիր գծերն անխախտ են, միևնույն է Բաքուն շարունակում է մանևրել, ձգտելով լծակներ տալ Իրանին եւ դրա դիմաց Հայաստանի տարածքով միջանցք կոչվածի հարցում զիջումներ ստանալ։ Ահա թե ինչու է հիմա Ալիևի սիրտը 3 գումարած 3 ուզում։ Ռուսական Պետդումայում ի դեպ առաջարկել են ստեղծել 3 գումարած 3 ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով գործակցության լրացուցիչ մեխանիզմներ կազմակերպելու համար։ Արտգործնախարար Լավրովը պաշտպանել է պատգամավորական այդ առաջարկը։ Լավրովը գիտի անշուշտ, որ Վրաստանը բոյկոտում է այս ձևաչափը, հենց Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել չի ուզում, բայց ռուսական կողմը փաստորեն ըմբռնումով է մոտենում այս խնդրին։ Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք 3+3 ձևաչափ եւ որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, բայց Վրաստանի ներկայացուցիչների տեղը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է։ Երբ կլինի 3 գումարած 3-ի հաջորդ հանդիպումը դեռ պարզ չէ, Իրանի գլուխն էլ հիմա խառն է։ Տելեգրաֆը գրեց, որ Թեհրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը Իսրայելի եւ Ամերիկայի հնարավոր օդային հարձակման մտավախությամբ։ Նույնիսկ գաղտնի ձեռնարկություններում են լիակատար ռազմական պատրաստությունների մեջ։ Սպասում են հարձակման ամեն գիշեր։ Նախորդին Փաշինյանը արտաքին գործերի նախարարությունում խոսել է խաղաղության օրակարգի կարևորության մասին, նշելով, որ այդ օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ, բայց կառավարության ղեկավարը կարծում է, որ ամեն դեպքում հանուն մեզ շահի, եթե որդեգրել ենք այդ քաղաքականությունը, ապա պետք է լուծեն այդ խնդիրը։ Մեր խնդիրը պետք է լուծենք հենց իմ նշած բանաձևերի արդյունքում։ Աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները եւ սպառնալիքները ավելի լավ եւ ավելի խորը ճանաչելու միջոցով, եւ ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով, ես ուզում եմ հավատալ եւ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական։ Ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը հաշվի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն է նշել մի քանի կարևոր կետ, որոնցով կարող է առաջնորդվել Հայաստանի իշխանությունը։ Մասնավորապես հրապարակային հայտարարություններ, ասուլիս։ Վարչապետ Փաշինյանը նաեւ կարող է Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ հանդես գալ քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակման հարցով բանակցություններ վարելու համար։
Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարության, օրինակ Շվեյցարիայի հետ, Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արվել Բաքվում, այդ երկրի դեսպանատանը հայկական շահերի բաժին ստեղծելու միջոցով։ Եթե անգամ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ։ Իրավաբանի հայտարարությանը զուգահեռ Հայաստանի արտգործնախարարությանը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը նամակներ են տարել հայաստանյան ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ, հիմնականում իրավապաշտպան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում կոչ են անում հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով եւ դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես Շվեյցարիայի համադաշնությանը լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների համար, նաև շտաբ բժշկական օգնություն Ռուբեն Վարդանյանին։ Այսինքն Շվեյցարիայի հյուպատոսը Ադրբեջանում այցելություն ունենա կամ պարբերական այցելություններ ունենա ՀՀ քաղաքացիներին, այսինքն մեր բոլոր գերեվարված անձանց։ Իսկ Շվեյցարիայի համադաշնության նախագահ Քարին Քելեր Զուտերին ուղղված նամակով էլ հաշվի առնելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը եւ բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը, ներկայացնում են խնդրանք, որպեսզի իր երկիրը միջազգային չեզոք միջնորդի դերով հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար։ Դիվանագիտական լռությունը չարթարացրեց սպառնալիքները, ժամանակն է գործել բարձրաձայնելով ադրբեջանական անօրինականությունները, պնդում են իրավաբանները։ Ես տեղյակ եմ, որ փաստաբանական թիմը մասնավոր գործիքակազմի շրջանակներում փորձում է մարդու իրավունքների պաշտպանական բոլոր մեխանիզմները օգտագործել, բայց մի բան է դա անել մասնավոր գործիքներով, մեկ այլ բան է անել պետության կողմից։ Բաքվում ապօրինաբար դատավարության մեջ բողոքող Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է։ Նրա հերթական դատական նիստն է ընթացել, զուգահեռ շարունակվում են մյուս գերիների կեղծ մտածածին դատավարական գործընթացները։ Ամեն օրը կարևոր է ու ճակատագրական Բաքվում գտնվող հայերի կյանքի ու անվտանգության համար։ Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին ԱՊԱ-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։ Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ շփումները պահպանվում են։ Սա մեր գաղտնի եւ երկկողմ երկխոսության մի մասն է, նշել է նա։ Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Հայաստանը չի արել տարրական գործողություններից եւ ոչ մեկը Բաքվում պահվող հայ պատանդների համար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը նոր գրառում է Արելիքսում։ Ես հարցնում եմ վարչապետ Փաշինյանին, դուք համաձայն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են եւ համաչափ, կամ դուք իրոք պնդում եք, որ այն ջանքերը, որ օրինակ ձեռնարկել է նախագահ Թրամփի կողմից Բելարուսից ամերիկացի Մարկ Ֆոգելին եւ Վենեսուելայից 6 ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում ոչ խելամիտ եւ անհամաչափ էին։ Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն անդրադարձել է Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլին։ Հարգելի ընկերներ, ուզում եմ անդրադառնալ ծայրահեղրատապ խնդրի Ռուբեն Վարդանյանը մարդ է, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար։ Հիմա Ռուբենին սատար կանգնելու մեր հերթն է, պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը եւ թույլ տալ մեր աշխարհասփյուր հայերիս օգնել նրան կրելու այս բեռը։ Միեդում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հեռանում է պաշտոնից։ Կառավարության լրատվականից հայտնում են, որ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն կազատվի պաշտոնից։ Լրատվականներում տարածվող լուրը, թե գրասենյակի աշխատակիցները զանգվածային ազատման դիմումներ են գրել, չի համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականon հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ Առայժմ հայտնի չէ պատճառը, թե ինչու է լքում պաշտոնը միջազգային իրավական հարցերի Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, երկիրը պետք է ընտրություն կատարի։ 24 News-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա վկայակոչել է ռուսական կողմի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ կամ Եվրամիություն, կամ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել, իսկ ընտրությունը ըստ դեսպանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը անպայման այս տարի հասանելի է լինելու ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։ Այս մասին սպառապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հրաժարվել է կոնկրետ ամսաթիվ նշել, որպեսզի դա չշահարկվի։ Նշենք, որ օրենսդրության պահանջն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո զեկույցը հրապարակվի, սակայն արդեն շատ երկար ժամանակ դա տեղի չի ունենում։ Ղարաբաղի 2023 թվականին ամբողջությամբ Ադրբեջանի իրավասության տակ անցնելուց հետո Բաքուն փորձում է ավելի անկախ դեր խաղալ եւ ինչ-որ բան մատնացույց անել Ռուսաստանին եւ մյուսներին։ Նկատում է Ռուսաստանի արտգործնախարարության Նարընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։ Ասում է, երբ Մոսկվան հիմնական մոդերատորն էր Ղարաբաղում, Բաքվի վրա ազդելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան հիմա։ Բաքուն փորձում է ազատվել խնամակալությունից։ Ситуация на Кавказе сильно изменилась за последние годы. Իրավիճակը Հարավկովկասում չափազանց շատ է փոխվել վերջին տարիներին։ Դրա հիմնական կատարողը Ադրբեջանն է, որը ըստ էության փոխեց 25-30 տարի գոյություն ունեցող իրադրությունը։ Նաև Թուրքիան է, որը ձգտում է պահպանել թելադրողի դերը տարածաշրջանում։ Եթե խոսենք Ռուսաստանի մասին, շատերն են շտապում Ռուսաստանին դուրս գրել հաշիվներից, բայց Կովկասը Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջան է։ Ուշադրության վեկտորի փոփոխություն կա, այո, դեպի Ուկրաինա, բայց դեպի Կովկաս էլ անշուշտ հետաքրքրությունը պահպանվում է։ 5 տարի առաջ դասախոսությունները սկսում էին նախադասությամբ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանի ֆորպոստը Հարավկովկասում, իսկ Վրաստանը ՆԱՏՕ-ի ֆորպոստը։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Հայաստանը արևմտյան ուղղությունն է բռնել։ Եթե Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները կառուցողական ընթացք ունենան, ապա կոնֆլիկտները ըստ մասնագետի կպակասեն։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ում կողմից է Ռուսաստանը։ Ռուսաստանի կարճ է պատասխանում Մարկեդոնովը, բայց հավելում Մոսկվան հետաքրքրված է, որ Երևան-Բաքու շփումը կոնստրուկտիվ լինի։ Каждая страна по-своему важна, Азербайджан по-своему, Армения по-своему. Ամեն երկիր իր հերթին կարևոր է, Ադրբեջանը իր հերթին, Հայաստանը իր։ Հարաբերությունները այժմ բարդ են եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ։ Как человек, а не как эксперт, да, эмоционально, скорее, а не рационально. Որպես մարդ էմոցիոնալ առումով, ոչ թե ռացիոնալ, սա ինձ հիշեցնում է պոստսովետական ժամանակները, երբ կենտրոնը եւ Երևանի եւ Բաքվի հետ առևտրային շփման մեջ էր, բայց նրանցից յուրաքանչյուրը կասկածում էր, թե մյուսի հետ շփումը ավելի լավն է։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման մասին ռուսական արտգործնախարարության Նարընթեր ինստիտուտի փորձագետը չի շտապում խոսել։ Պետք է գործով դատել, ասում է, ոչ թե խոսքով։ Ռուս-ամերիկյան հարաբերություններն ըստ Սերգեյ Մարկեդոնովի երկու հաճելի կամ ոչ հաճելի ջենտլմենների շփում չէ։ Դա համակարգային հիմունքներ են ձևակերպում է։ Դա պատրաստակամություն է ընդունել Ռուսաստանին որպես խաղացող, որն իր ձայնն ունի աշխարհի քաղաքականությունում։ Считать, что от одной встречи или двух встреч вот было. Համարել, որ երկու հանդիպումից հետո հարաբերությունները հրաշալի ու բարի դրացիական կդառնան, անհնար է պատկերացնել։ Գերագնահատված սպասումներ ես այդ հանդիպումներից դեռևս չունեմ։ Что касается Трампа, уже Թրամփը նոր չէ մեզ համար, մենք նրա։ Այսօր մի գնահատական կարող է հնչել, վաղը մեկ այլ։ Ընդամենը 3 Զելենսկին նրա շուրթին դիկտատոր էր, հետո արդեն հարգելի մարդ, որի հետ հնարավոր է պայմանավորվել։ Ռուս-թուրքական հարաբերությունների մասին նախ հարցնում է Թուրքիան։ Մեր թշնամին է ու պատասխանում ոչ, բայց էլի է հարցնում, ով է պատրաստական Ուկրաինային ՆԱՏՕ տանել, ու էլի պատասխանում Թուրքիան։ Հետո էլ Մարկեդոնովը պատկերավոր է նկարագրում Մոսկվա-Անկարա շփումը։ Հիպոթեկով բնակարանի պես է, ասում է։ Թվում է բնակարանը կա, բայց դե պետք է կրեդիտներ վճարել։ Թվում է սեփականատեր ես, բայց դե ոչ այնքան։ Ամերիկայի միջազգային զարգացման գործակալությունը մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված $250 միլիոն գրեթե կեսը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Երևանը 2024 թվականին ստացել է $110 միլիոն միջազգային զարգացման գործակալության հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից, որը ստորագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Ալելոյի կողմից։ Մոտ $60 միլիոն կողմի տնտեսական անվտանգության ուժեղացմանը, պետական ապարատի վրա արդյունավետ կառավարման համար կծախսվի $18.9 միլիոն, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ներին կհասնի $13.6 միլիոն, իսկ ահա մարդասիրական օգնության համար հատկացվել է $1 միլիոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Նրա խոսքով այդ համաձայնագիրը ոչ մեկին չի երջանկացնի եւ կողմերից յուրաքանչյուրը, թե ռուսները, թե ուկրաինացիները պետք է հրաժարվի ինչ-որ բանից։ Vance-ը հավելել է, որ Զելենսկին իր պորտկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում։ Թեև հանդիպման կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է նրան բախման հրահրելու համար։ Իսրայելի Հայֆա քաղաքում զինված անձինք կրակ են բացել ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց վրա։ Կա 1 զոհ, 6 վիրավոր, որից 2-ի վիճակը ծանր է։ Հարձակվողները վնասազերծվել են։ Չինաստանում գործող ընկերություններից մեկն իր միայնակ եւ ամուսնալուծված աշխատակիցներից պահանջել է ամուսնանալ մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջ։ Հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։ Պատճառը վերաբերում է 25-ից 58 տարեկան աշխատակիցներին։ Ընկերության ղեկավարության որոշմամբ այն միայնակ աշխատակիցները, որոնք չեն ամուսնանա մինչեւ մարտի վերջ, պետք է բաց նամակ գրեն, որում հանդես կգան ինքնակնդատությամբ։ Եթե մինչեւ հունիսի վերջ նրանք չամուսնանան, ընկերությունը կուսումնասիրի ինչպես են նրանք աշխատում։ Եթե մինչև սեպտեմբերի վերջ նրանք չամուսնանան, ապա կազատվեն աշխատանքից։ Չինաստանում ամուսնությունների թիվը նվազել է։ Անհնազանդություն եւ Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ բախում նմանատիպ ձևակերպումներ շաբաթներ առաջ բերեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հիմնավորելով միջազգային զարգացման գործակալությունը պետական վերահսկողության տակ վերցնելը։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը բազմիցս անտեսել է ազգային շահերը եւ որոշել, որ ինքը համաշխարհային բարեգործական կազմակերպություն է եւ գործում է ազգային շահերից անկախ։ Միաժամանակ կան USAID-ի բազմաթիվ գործառույթներ, որոնք կշարունակվեն եւ որոնք լինելու են ամերիկյան արտաքին քաղաքականության մի մասը։ Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատողները փետրվարի 3-ից ուղարկվել են արձակուրդի Թրամփն էլ հրամանագիր է ստորագրել այլ երկրներին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։ Աշխատանքային 15 օրվա ընթացքում ավելի քան 4100 դրամաշնոր մոտ 4.4 միլիարդ դոլար արժողությամբ ճանաչվել են որպես չեղյալ համարելու ենթակա, ինչը ենթադրում է դրամաշնորային ֆինանսավորման 28% կրճատում։ Այս ջանքերը կհավասարակշռեն իրական մարդասիրական օգնությանը եւ հարկատուների դոլարները խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությանը, առաջ մղելու ամերիկյան շահերը երկրի ներսում եւ արտերկրում։ Բնական է կրճատվել է նաև Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Մինչ դրամաշնորային համաձայնագրի սառեցումը, սակայն USAID-ին հաջողվել է խոստացված 250 միլիոն դոլարի մոտ 50%-ը փոխանցել մեր երկիր։ ԱԳՆ-ից հայտնում են, որ պետդեպարտամենտի եւ գործակալության կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են, գերատեսչությունն էլ գործակալության հետ համատեղ իրականացվելիք ծրագրեր չունի։ 2024 թվականի դրությամբ 250 միլիոն դոլարից հատկացվել է 110 միլիոն դոլար, որի շուրջ 49 միլիոն դոլար ուղեկցվել է ժողովրդավարական անցման խթանմանը։ Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է 5 ծրագիր, շուրջ 60 միլիոն դոլար էլ բաշխվել է ծրագրերի միջև տնտեսական անվտանգության բարելավման շրջանակում։ Փորձագիտական համայնքից ազդակներ կան, որ գործակալության փակումը կանդրադառնա Հայաստանում մի շարք բարեփոխումների վրա, քանի որ գործակալությունն անմիջական մասնակցություն է ունեցել դրանց։ Կմեռնի գործակալությունը, ինչպես Իլոն Մասկն էր պնդում, թե կաշխատի, բայց նոր գործելավոճով ժամանակի հարց է։ Առայժմ ակնհայտ է մեկ հանգամանք. Թրամփը հիմնովին փոխում է Բայդենի ու դեմոկրատների քաղաքականությունը։ Մայրաքաղաքի փողոցները մաքրող հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններում էֆեկտիվ չեն աշխատում։ Պատճառն ըստ քաղաքապետարանի այն է, որ այդ մեքենաները ջուր չեն կարողանում բաց թողնել եւ փոշու մեծ ամպ է գոյանում։ Նորը Մաշտոցի պողոտայով, որ ես էլ իջնում էի, տեսնում էի, ոնց որ ավելի շատ փոշի է բարձրացնում է մեքենան, քան տենց կլանում։ Պարոն քաղաքապետ, քանի որ ջերմաստիճանը 0-ից ցածր է, տվյալ դեպքում արդեն մենք ջրի համակարգը չենք կարողանում օգտագործել, քանի որ մեքենան կունենա տեխնիկական խնդիրներ։ Իսկ այս նոր տեխնիկան, որ ձեռք ենք բերել, դրանք նույնպես փոշեկուլ մեքենաներ են։ Բազմաֆունկցիոնալ մեքենաներ են, փոշեկուլներ եւ աղցան մեքենաներ են։
երբ են առաքում ամբողջ խմբականակը։ Նախնական ասել են մարտի 17-20 այս հատվածում։ Մայրաքաղաքի օդը շարունակվում է աղտոտված մնալ։ Երևանի շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն փետրվար ամսին օդի որակի միջին արժեքը անառողջ միջակայքում է։ Փետրվար ամսվա 20-ից 28 ընկած ժամանակահատվածում պայմանավորված եղանակային նաև պայմաններով օդի որակի ցուցանիշները գտնվել են 30-ից 75 միջակայքում, այսինքն լավ կամ չափավոր։ Այս իրավիճակը այս սեզոնին, ձմեռային սեզոնին տարիներ շարունակ մենք ունեցել ենք։ Սա նաև պայմանավորված է ոչ այնքան մարդածին գործոններով ընդհանուր տարածաշրջանում այս սեզոնին մենք ունենք խնդիր։ Պուշկին, Սաֆարյան, Ազատամարտիկների, Նալբանդյան, Արգիշտի, Դեմիրճյան, Աբովյան, Մելիք Ադամյան եւ Տիգրան Մեծի փողոցներում տեսանելի մալուխները ամբողջությամբ կանցնեն գետնի տակ։ Դրանք լրիվ աղճատում են քաղաքի արտաքին տեսքը։ Այստեղ նաև պետք է համապարփակ ծրագիր իրականացնենք մայթեզրերի եւ մնացյալ բոլոր հարցերով, որ ամբողջական տեսք ստանանք, ինչպես ստացել ենք օրինակ Հանրապետության փողոցում եւ այդպես շարունակ։ Վերջին շրջանում բժիշկների նկատմամբ հաճախակի են արձանագրվում բռնություններ։ Ավինյանի համոզմամբ այդ մասին բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք կա եւ այդպիսի դեպքերին ըստ քաղաքապետի իրավապահ համակարգը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա։ Անցած տարի ոսկու վերարտահանմամբ պայմանավորված Հայաստանի ընդհանուր արտահանման աճը կազմեց 50%։ Ոսկու վերարտահանման ծավալները աստիճանաբար նվազեցին, ինչը բացասական ազդեցություն ունեցավ ընդհանրապես արտահանման ծավալների վրա։ Եվ վերջին 2-3 ամիսների կտրվածքով Հայաստանից արտահանումն ավելի քան 2 անգամ նվազեց անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեր ամբողջ արտահանման 24 թվականի մոտ 63%-ը եղել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարի եւ մատեղաներ, պարզապես ոսկի եւ անդամանդ։ Տարվա սկզբին էլ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեց 40%։ Ցուցանիշները գոհացուցիչ չեն նաեւ անցած տարվա ընթացքում Հայաստանից դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ արտահանման առումով։ ԵԱՏՄ-ի դեպքում նվազումը 11% է եղել, դեպի Եվրամիություն 14%։ Եվ իրականում մեր պատրաստի ապրանքների արտահանումը կրճատվել է, սակայն այս վերարտահանման հաշվին կարճաժամկետ այն էլ մենք ունենք պատկերի ուռճացում։ 2024 թվականի դեկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը մշակող արդյունաբերության ոլորտում 18% է եղել։ Եթե ավելի կան մանրակրկիտ դիտարկենք արդյունաբերությունը, ապա մինչև 2023 թվականի վերջը արդյունաբերությունը գրեթե աճ չէր արձանագրում կամ դանդաղ աճ էր արձանագրում։ Արտահանման ցուցանիշից բացի 2025-ի հունվարին գրանցվել է նաև տնտեսական այլ ցուցանիշների անկում, ինչի հետևանքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է դառնալով 7.1%։ Հայաստանի Պրեմիեր լիգայի Փյունիկ Արարատ Արմենիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ բողոքի ակցիա իրականացրած 9 երկրպագուները երեկոյան ազատ են արձակվել։ Հանդիպումը կայացել էր մարտի 1-ին, երկրպագուները ակցիա էին իրականացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջով։ Իշխանական պատգամավորներն առաջարկում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության հարկերից եւ տուրքերից բացի ոլորտը հարկել 10% շրջանառության հարկով։ Այսինքն, եթե օրինակ խաղային հաշիվը լիցքավորվում է 100,000 դրամ, դրանից 10,000 դրամ հարկ պետք է վճարվի։ Տեսնում ենք, որ 2010 թվականին տեսակարար կշիռը հարկերի 7.2% էր, մինչդեռ 2023 թվականին տեսակարար կշիռը իջել է եւ հասել 0.4%-ի։ Հստակ չէ, թե օրինակ հարկային դրույքաչափի ավելացումը որքան մուտքեր կարող է ապահովել պետբյուջե տարբեր թվեր կան։ Հաշվարկներից մեկով օրինակ ըստ նախագծի հեղինակների պետբյուջեն կարող է ապահովել տարեկան 13 միլիոն դոլարից ավելի մուտքեր։ Թվում է մի քիչ ավելի փակագծերը բացեք, ովքեր էին դեմ,
կոնկրետ ինչին են դեմ եւ ինչի համար են դեմ։ Կոնկրետ ֆինանսների նախարարությունը եւ պետական եկամուտների կոմիտեն դեմ էր օրենքի նախագծին եւ իր հիմնավորումներով նշում էր, որ մենք տարիների ընթացքում բարձրացրել ենք ընկերությունների հարկային բեռը եւ այս փուլում նպատակահարմար չենք համարում հարկային բեռի բարձրացումը։ Կառավարության առաջարկը եղել է այն, որ այո, թերևս արժե բարձրացնել խաղային ոլորտի բեռը, սակայն այդ բեռը եկեք այս փուլում բարձրացնենք եղած պետական турքի շրջանակներում։ Ոչ պատգամավորները, ոչ էլ կառավարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները հստակ տեղեկություններ չունեն, թե շահումով խաղերի ոլորտում տարեկան ինչ ծավալի խաղադրույքներ են կատարվում, քանի որ Հայաստանում դեռ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոն չկա, իսկ խաղադրույք կատարողներին թույլատրվում է գործողությունը կատարել միայն բանկային վիզա եւ մաստեր քարտերով։ Ընկերությունները չեն ներկայացնում, թե որքան են կազմում ծավալները բուքմեյքերական գործունեության համար։ Իմ ներկայացած թվերը վերաբերվում են միայն ինտերնետ շահումով խաղերին։ Բանկերը չեն կարող այդ թիվը խաբել։ Հիմա անցյալ տարի 16 միլիարդ այս փոխանցումներից եկել է բանկերին գումար 16 միլիարդ դրամ։ Բանկերի միջոցով մուտքերը եղել են մոտավորապես 811 միլիարդ դրամի մասով հայկական բանկերի կողմից։ Բայց ինչպես ես քննարկումների ժամանակ նաև ընկերություններին եմ ներկայացրել, ընկերություններից մեկը, որը նույն անունով ունի ընկերություն նաև վերջում Getcom-ով, նաև կրիպտոարժույթով է ընդունում։ Իշխանական պատգամավորներից մեկը նշում է, թե բուքմեյքերներում խաղադրույքները 20% նվազել են։ Մեկ այլ ԿՊԱ-ական պատգամավոր էլ պնդում է, թե այդպես չէ։ Էս է պատկերը։ 440 անգամ ծավալները աճել են։ Եթե նախորդ տարիներին մենք ունենք կրկնակի աճ, եռակի աճ, 2023 թվականին եւ 24 թվականին խաղադրույքների ծավալը աճել է միջինը 10%-ով։ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկել է պետական турքը շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության համար յուրաքանչյուր տարի կրկնապատկել։ Սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ турքեր, այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով։ Ստացվել է այնպես, որ Հայաստանում գործունեություն են ծավալում նաև չլիցենզավորված կազմակերպություններ, ստեղծվել է անհավասար պայմաններ Հայաստանում գործող 4 ընկերությունների համար։ Ֆինանսների նախարարությունը խնդիր է դրել սահմանափակել չլիցենզավորված ընկերությունների գործունեությունը։